Արի, դու արի, ինչ խոսամ արի, արի տես, այ, մեծացել եմ, գիտես որ մեծացել եմ, ահա, ես են վեշերնա որ հեկուց գնում եմ թողներիս մոտ, պատրաստել եմ, որ մորանամ ոչ են իշտ իմ տանել, սա իմ տղի ու իմ հարսի, որ Մոսկվային նրանց առանձնացրած սենյակն է, դրանցն է, դելուր կենել թողների տերեմ, ես իմ վերջը երեխա գալի պատրաստա, որ քնելու են, սա էլ իմ հյուրասենակն է, որ մարդիկ գան, քնեն, վիկենան, ազատ նրանց հետ գործ չունի։ Գեղեցիկի զգացումը Ալինային չի լքել նաև կյանքի մայրամուտին։ Տատի տունը շողշողում է տուն, որ իր խոսքով խելքի է բերել ամուսնու հետ ծանր քար քաշելով։ Մաքրասեր Ալինան ցույց է տալիս տեսակ վերմակ ներքնակները։ Օժիտից մնացած խալիները, սպասքի չեխական սերվիզները, որոնք մինչ օրս աչքի լույսի պես պահել ու պահպանել է։ Նրա դարձած անկողինը պարտադիր պետք է մի գծով լինի։ Ու ամենակարևորի մասին, որ թերևս լավագույնն է նկարագրում 70 անց այս տատիկին։ Իր անկողինը, որը նաև յուրաքանչյուր հայկական ավանդական ընտանիքի հարստությունն է, տան հարսի պատիվը ճրեկ-ճրեքան պիտի լինի։ Պետք է սա հենց անես, դնում եմ ըստի, լավ, մի հատ էլ էսա, ես էլ սա հենց եմ դնում, դե ինչքան սիրունել է, ենքան լավն է, հմե ես կեզ ինչ հասեմ, ինչքան ուղղղել է, ինչքան հարդ, ինչքան փայլողել է, ավելի լավն է։ Մերը պետք է սպիտակլի, ազիս, աղջիկ ջան, մտիկ արա, լղիկ պետք է սենց սպիտակլի նայել, բայց հիմա իմ վերմակները բոլորը չեխոլի մեջ են, հենց որ հույր է գալի, բաները, ինչա, ծրարնին հանում եմ, նայ, սենց, ծրարնին հանում եմ, ու բանանում, քաշում, քնում են, իրա չեխոլները մնում են, ես էտ ձևի եմ։ Սենց պլպլան տատիկ դու ես անում բոլորը։ Բոլորը ես, բոլորը, ոչ մեկը չի անում։ Հլալսի, բայց ես բրթիկերոն փող եմ տվել առել, մի կարճ ժամանակ ենք ոչխար պահել, բայց ես քան տեղաշորն ինչ անեմ, դենած եմ իմ աշխատանքը, ետ կմեռնին իրանք ինչ կանեն, ես էլ ինչ կարամ, իմ օժիտի խալին է, ես մի որ հանեմ թապեմ, դրանից գեղեցիկ խալիկ է, հմին լասատ եմ աղջիկ ջան, դրանից սիրուն խալիկ հոյություն ունի, թե չունի, ասա հմին ոնց հանեմ ցավոտ տանեմ, դենած եմ, Տատը հեչ հոգնել չունի, հոգնելը որն է ասում է, ձեռքերը քանի բանում են, հակ աշխատի, կմաքրի թարմություն ու նոր շունչ կտա տարիների խորքից եկած իր տան կահ կարասին։ Մտածելով, որ գուցե մի օր հեռվում ապրող երեխաները, թոռները, ծոռները այցելության գան ու ջերմացնեն Ալինայի սիրտն ու դատարկ տունը։ Ամեն ինչ լինի իդեալական, որ այդ հեռուներից եկածները չխորշեն ոչ տնից, ոչ էլ տատից։ Այդ տեսակետից իմ կեսուրը չեմ պարտենում շատ բախտավոր կին է եղել։ Որովհետև իմ մամաս ու իմ տատիկս ինձ լավ են դաստիարակել, հարթ ծարկ, սա լրիվ զարմանեն, թե ինձ ձև է իմ ծարկը հարթ, կամ բարձր իրար վրա, որ դրած է, այդ ոնց է մի սենց բարձրալում չի տպակվում, ես մաքուր եմ ելել, ճիշտն ասած չեմ պարծենում, ես մաքրություն, մամա շատ եմ ես ինձ ստիպել, շատ սիրում եմ, շատ, որքան որ ասես սիրում եմ, եթե 10 օրը մի անգամ ես մեծ տարիքում իմ տեղաշորը չեմ լվանում, վատ եմ զգում, մաքրությունը ուրիշ բան է, մաքրությունը, հետո մի գիտես ինչ կա, մարդիկ կա, որ հանաս կենցակվել, սրա գլխին էլ 100 դրամ այլ, բայց չունի, իսկ մենք այն վաղտ պետք է այնքան կրկատեինք, որ խալից ընգներ, ես գոհ եմ 4 հատ աղջիկ ունիմ ամուսնացրած, հայելի են իրանք, ես չեմ բանանում, ում էլ հացնես կեզ կասեն, հարսն ունիմ, շատ մաքուր է, թորս էլ ավելի մաքուր է։ Իսկապես Ալինայի սկեսուրը բախտավոր, շատ բախտավոր կին է եղել, որ խեղճ, շատ խեղճ Ալինային ճանկեց ու օր ու արև չտվեց, բայց շուտ մեռավ։ Հեռացել գնացել է, բայց մինչև հիմա դառը հիշողությունները Ալինային հանգիստ չեն տալիս։ Իսկական հայրական ազգան Օհանյան Ալինա Սարգսի, բայց Փարսադանյան եմ գրում, կեսուրս չթողուց, չէ պետք է օրենքն է տա, ձևն է տա, պետք է
մեր ազգովնալի ջահել կնիկ էր, բայց ուրիշի բանով աշխատեր։ Գլխի չէր էլի, որ չի կարելի։ Դենդով ստիպում էին, որ փոխեն։ Անդով այդ մենց կնանիքը մարդիկ բանը ստիպում էին, պետքա փոխվեին եւ չէ երել կարել ժամանակ վիճես ասես թե այ մարդ ես Օհանյան եմ, եկել եմ իմ հերը դարելա Փարսադանյան, սա էս ինչ օրենք ու ձևա։ Ինչ պետք է անել։ Դե ընդորվա տղեկն էլ հմիկվա տղերանց նման էլ չէին, հա դե ինչ ասավ, միայնակ կին է, շատ երկար տարիներ առանց ամուսիններ, ոնց որ են վայրենի ձևով ապրած էլի, ոնց որ այդ ձևի բան չհսկացող։ Հարսնության օրվանից ինչ օին ասես, որ չբերեց խեղճ ու կրակ Ալինայի գլխին։ Ամուսինը լռում էր Ալինան։ Իր գեղեցիկ անունն էլ փոխեց ու ինքնուրույն որոշեց, որ այսուհետ ինքը ոչ թե Ալինան է, այլ Ալիկ։ Ու այդ օրվանից մինչ օրս տատին գյուղում ոչ թե Ալինա, այլ սկեսուրի կնքած անհասկանալի տղամարդու անվան նման Ալիկ են ճանաչում։ Ինչ ալում որ է, հա մի Ալիկ է, էլի անում է էլի։ Ահա պրծավ գնաց։ Գեղացի կնիկ աննիկ անիմաստ անանիկ կյանքը բանելած յուղը բոլորն էլ գիտեն, որ ես շատ հրակյաց տարել եմ, շատ հրակյաց եւ հարյուրավոր մարդիկ կան, որ ասում են դու դրա հետ ոնց ապրեցիր, ոնց յոլա գնացիր, կթողեիր կգնեիր, բայց հանուն նախի մրեխանցը, հետո էլ ասեի տարիներ են կմեծանա, կկոտրվի, կյանքը բան կլի, բայց դե դե մի չէ։ Հիմա ափսոսում է, որ շուտ մեռավ ու չտեսավ, թե ինքը ինչպես է հարց պահում, ճիշտ սկեսուրին հակառակ։ Բանել է լավ չավլեցիր, կամ ես իմ տենց ոնց որ պարապ բաներ էլի տենց բաներից, թե չեր հսկանում, թե ինչ էր, չգիտեմ։ Գիտես ինչ էր, ընդով եթե դու 2-3 հատ լեզվիտ էիր արել, ոնց ասում, ռատդ քաշե գնա։ Տղի տակը են ոնց են ասում են վաղվան շնորհ խոսքա տակը լրցնում են դրթում էին վիկալ գնա չէր նա այդ տղամարդն էլ ոչ բոլորը ոմն տղամարդիկ ասում էր հա դե մերը որ ասում է պետքա թե հենց էլի ոչ պետքա թե հեչիլի այս հին կանայք բոլորը չեն էլ օրինակ ինձ նման մտածում ավելի լավ է գնան իրանք մապրեն կռիվ չլի գալմուղալ չլի քան թե օրինակ վեճի մեջ մտնեմ ամանա լավ չլվացիր պղինցը սեն չարիր Քանի անգամ է Ալինան իր բախտն ու խելքը անիծել, որ 18 տարեկանում ամուսնացրել գնության են ուղարկել մի ընտանիք, որ անգամ չեն էլ ճանաչել։ Հոր որոշումն էր չեմ ու չում անել չկար։ Թե որ շտապ չամուսնացնեին, քաղաք կգնար, ուսում կառներ, գուցե այն ժամանակ քաղաքի մի պաշտոնավոր տղայի հետ կամուսնանար, ինքն էլ առոք-փառոք կյանք կապրեր։ Դասատու կդառնար բուժքույր կամ բանվորուհի, այդ ամենի նախադրյալները կար, բայց հերը չէ ու չէ, իսկ հակառակվելը մահվանն էր հավասար։ Ես օրինակ ժամանակ ալումա իմ հորը անընդհատ անիծում եմ։ Ասում եմ ինչի մատոց խրեկաստի, լավ սովորող երեխա էի, ես կարեի գնամ ֆրանսերենի լեզուն դասատու դառնամ օրինակ հիմա։ Հետո կյանքն առաջ գնար։ Ինչի՞ մա, օրինակ ինչ ստիպեց իրան, որ 18 տարեկան էլ լրացած, հունվարի ծնված եմ, 18 տարեկանս լրացած, ինչ դեր ես տղումը, որ կողքից մինը քեզ որպես դու ինձ վիկարար մարդ է, հաց չունեիր, ջուր չունեիր են տվին։ Ինչի մատեիր, կպեիր էլ մի 2 տարի։ Լավ հարազատնի ունեինք գիրովականումը շատ։ Կթողեիր էլ կգնեի իրանց մոտ կարուձև, լավ կարուձև կսվորեի, ֆրանսերենի ընդով 8-րդ դասանից էլ 3-ն էլ ստանեին ընդունում։ Ճակատագիր էր իրենց հայրական տոհմի կանանց համար, տրնեդուռ ընկած, տանջված ու անբախտ։ Իմ տատը միշտ պատմեր մամայից մաման ասել 9 տարեկան է ամուսնացել, մի կտոր էին սենց գծել, իմ պատրոնը դենդով գլխի չել էր, ասել բանա, տոր չեն տար, փարչովոտի ու բի, թե ես էլ 9 տարեկան, ամուսինը գնացելա չի եկել, մին էլ 12 տարեկանում ամուսնացել, նա կյանքից ինչ հասկացել, էդ էլ չի հաջողվել, նոր արդեն 20 տարեկանում ամուսնացել Են էլ ինչ տարիքի մարդ, 40 տարեկան մարդ հետ, որ ինչա երկու հետ բաժանվել է։ Դա մի բանա կոչվում, կյանքա կոչվում, չէ։ Այնպես չի, որ շատ դժգոհ է ամուսնուց, ժամանակներն էին այդպիսին, կանայք ու զավակները անխոս էին ծնողների առաջ, իրենք կյանք չեն տեսել, կյանքը հիմա է ու ինքը մի տեսակ կանացի նախանձով կամ երանությամբ ասում է հիմիկվա ժամանակները մարդու համար են։
Չի ընդունել ու չի էլ հասկացել էնադատները, որ հարցներին են պարտադրել, բայց եւ ոչ մի անգամ ձենել չի հանել, լուռ իր անելիքն է արել։ Չնայած Ալինան ասում է, թե ես խելքից լինեի, իսկի էլ այդքան տարի խեղճ ու ընկճված չէի ապրի։ Այս հենց պատրոնի ոտալվա, ես ինչ գիտեմ, այս այն համիկ ինչ պատրոնի ոտլվանալ, դա շատ սխալ բան էր։ Մա կամ համիկ բանը դե բոլորը պերչատկեք են համարյա օգտագործում։ Բայց ես կրանում էի քու ոտները լվանում։ Գուցե սնկային հիվանդու, ով գաղափարումներ սնկային հիվանդությունից, ոչ մեկը։ Եվ այդ ձեռքերով գալիս էի բանանում։ Ճիշտ էր, չէ։ Բաղնիքը բոլորը, այդ բաղնիքը ես վերջերում նոր ուսեկավ տնային պայմանումը։ Մի ջուր չկար սկի խմենք, ընդ ջուր կար։ Ջուր չկար, որ խմենք սկի, օրերով ջուր չտնեինք։ Լվացքը անեի, պարզաջուրը պահեի, որ հաջորդ օրը սապնաջուր կանեմ։ Կամ ոտները լվանեի, ծառի տակը լգցնեի։ Կամ ամանը լվանեի, այդ ջուրն էլ պահեի, որ հեքուց սապնաջուր անեմ։ Ի տարբերություն իրենց հիմա կանանց պահանջները շատ են, փոխարենը թեթևացել է հոգսը, իրենք էին, որ ձեռքով լվացք էին անում, գյուղի միակ աղբյուրից մի ողջ օր ձեռքով ջուր էին կրում, կրակ անում դրսում, ջուր տաքացնում, շոր ու անկողին լվանում, հետո արդուկ մի խոսքով տանջվում ու տանջվում, այս ամենն էլ աշխատանքի հետ, այն էլ գիշերով, դաշտերում կոլխոզ սովխոզում աշխատեց ու տղամարդու նման տուն փող բերեց, բայց երբեք այդ բերածից իրեն փայ չհասավ։ Պարտադիր։ Եթե չտայր, նույնիսկ տղաներին նենց էին բորբոքում, որ լա իմանան, տենուն ճիշտ ենք ասում, թե չէ։ Այդ ձև էր։ Ոչ բոլորն էին էլի ասում եմ տենց, բայց այդ ձև էր։ Կեսուրնին այդ ձև էր։ Ես հիշում եմ իմ բիձոնց բան ունեինք, տեքրակին էլի կարելի ասել ստիխանութ էր աշխատում էր, պատրոնը գալիս էր ասում էր մի հատ ավրորա, ասում էր չկար։ Ինչ անել, չի լինի, այդպես չի լինի։ Ասել ես տենց ամասեր, սա աշխատավարձս բանի ա գնում, պապիրոզի ա գնում, հետո էլ ասում են ուրա փողը։ Այդ տենց վատ պայմանի մեզ համար դա շատ վատ։ Համի որ եմիք ուզում ես սառնում ես, ուզում ես ուտում ես, ուզում ես հալկում ես, ոնց ուզում ես անում ես։ Դες ինչ, ընդով մենք իրանք չունենք ամուսնու փողեցն օգտվենք։ Անդով շատ էին խմում տղերքը, քեֆերի գնում, օրինակ հիմա ասում եմ ինչ լավա գնացել են, էլի ապրել են, դե մեզ մի քվարեխեքն ես ինչ են, ում են պետք է մի քվարեխերքը, ինչ, մինը մի շորա հակնում կողքից ռեբլիկա են տալի, այս հենց այն, այ մարդխի լավ են անում, երիտասարդությունը լավ անում, թող ապրեն, ինչից ուրխացան, ոչ մի բանից, ասում եմ աղջիկեր, հլալսեք, կես և ուր, կես ունետա բանա էլի, կամ զոն քաչ, զոն և քաչ բառերը, միացրեք իրար, տեհեք ինչ կստացվի, էտա այդ ձևի պետք ալի էլի։ Հիմա հարցների կյանքը խաղ ու պար է, նկատում է տատը ու շատ ողջունում։ Դա հասկացողության հետ կապ ունի, որ չմտածեց, որ ինքը են տարիներին այս սենց կամ նենց է ապրել, տեհել, բայց մի ժամանակաշրջանը փոխում է, բայց օրինակ հիմա էլ կա, կեսուրնի կան, որ գլխի չեն ոլում, տենց չպետք է լի, բայց դե օրինակ ես հասկանում եմ, որ պետք է տենց լի։ Ես օրինակ ուրախանում եմ, հիմա իմ թոռը բանի կոմպյուտերի վրա աշխատում է, իրա կեսօր հետ գնանք ես զանավեսկեն առնենք, գնանք ես շորն առնենք, գնանք ես անենք, իրար հետ նստենք հաց ուտենք, շատ լավ բան է։ Մեկն էլ կա ասում է, օհո, հա, ինչի սա պետք է։ Իմ հարսը Համիկ 52-53 տարեկան է էլի, Եվոններն էլ է պատրաստվում, իրա տղին բանը գիրով Երևան աշխատում, Եվոնն էլ սիրում է, պամադան սիրում է, մանիկյուրը սիրում է, թող անի, թող կյանքը վայելի։ Ինչի՞ մա զուրկ մնա, խի զուրկ մնա, ինչից եմ ուրախացել, ռեխեքը ունեի, չէի կարող մի բանալում հազիվ վազում էի, որ գնամ կլուբնիկը բեջար են, որ փողոլի գնալ են նականի բազարը, գնա կիրովականի բազարը, կամ սենց, գնա աղտալայի գործարանումը երորդ ծմենի տակ աշխատի, որ ռավոդ գաս էդ բերքը չփչացնես ունենաս, որ մեր հասցնես շուկա անդի ծախես, որ
այդ ծևի։ Ալինան շատ հաշտ է ներկայիս ժամանակների հարս կեսուր հարաբերությունների ջահելների ազատ ապրելակերպի հետ։ Տատը ասում է սպիտակ մազերից չնայեք, շատ էլ ժամանակակից կնիկեմ, ու այն ինչ իրենց պակասել է, թող ներկայի սերնդին ավելանա։ Միայն թե սիրտը ցավում է, հիմիկվա երիտասարդներն էլ գուցե ավելի դժվար փորձությունների միջով են անցնում։ Հիմիկվա երիտասարդները գոյության լինել-չլինելու պայքարի մեջ են։ Ընդով տենում էինք, ուզում էինք, առնում էինք, օրինակ ես մեծ այգի ունեի 70 եշի կլուբնիկ էի կաղում, ընդով դմերուկը 10-15 ռուբլ էր, որ ըսկի ինձ պետք էր, որ հանգիստ առնում էի, բերում էի, բա այդքան կլուբնիկ եմ ծախում, բա ես իմ ռեխ հիմա մի հատ չառնում, բայց մի չկա կոպեկը, որ առնուս, մճրոտվում ես, տանջվում ես, ոնց անես, որ Եթե գնում ես մի հարևան տուն, մի բաժակ կոֆե խմես, ասում ես գոնյա ջեբից երկու կոնֆետ հանեմ, սեղանին դնեմ, որ այն մարդը, եթե կոֆեն, համի տանջանք է, համի ապրելակերպ չի։ Ես չեմ թերագնահատում։ Այժմ այն երիտասարդությանը ոչ մեղավորում եմ, ոչ էլ թերագնահատում եմ։ Թող հագնեն, մենակ բարոյական լինեն, բարոյական, ուրիշ ոչ մի բան։ Կուզենայի մեր երիտասարդության կյանքը փոխվի, ապրելակերպ ու տեսակետից, հարգանքներ ու շտանա, որ հարգեն, թե փոքրին, թե մեծին, չարհամարեն, ռեպլիկա չտան, զգան էլի, որ կյանքի մեջ փոփոխություն է, թող լավ հագնեն, շատ լավ հագնեն, հիմի ժամանակն է դա, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Չեք ուզում նեղացնել։ Հա, չեմ ուզում, թող մի լավ ապրում են, մի լավ կյանք ունեն, մի լավ աշխատանք ունեն, ինչից են իբր թե ուրխանում, կամ հիմա ինչ են ուտում։ Ես չգիտեմ, չեմ կարող հասկանամ, բայց վիճակը լավը չէ։ Հետնել արտադրված բանը վարակա։ Վարակա։ Ինչ, ընդով մակարոն ուտերինք հենց լավ համգեր, համիստում ոչ մի բան չեմ հասկանում։ Սպագետի է, դաշիր է, այդ ինչն է։ Այդ նույն մակարոն, այդ նույն վերմիշել, ասենք, այդ բրինզը, 3-4 տեսակ բրինզ կա, որն ես ուզում։ Որ ընդով մի տեսակ բրինզ էր, մինել են կտորածեցներ, ինչ էր ելում, ավելի համով ու հաճելի չէր։ Կամ ծորենը դաշտումը ցանեինք, բերեինք կալուր անենք, հաստղեինք։ Հասեմ թխում մի համելա չկա։ Տատը ողջ զրույցի ընթացքում հիմիկվա ջահելներին գովեց ու գովաբանեց, չթերագնահատեց ու մեծարեց, որովհետև իսկապես նրա աչքում հիմիկվա սերունդը արժանավոր է, ձգտումներով լի, կարևորը իրենց պես խեղճ ու կրակ չեն ապրում։ Թեպետ բաներ էլ կա, որ իր սրտով չեն, բայց դրա մասին էլ չափի մեջ կխոսի, որպիսի ջահելներին հանկարծ չնեղացնի։ Չէ, մեղքս էլ է գալի, մետ ինչ են անում։ Այդ մեր հարևանի աղջիկ գնացել է, քիթը հանել է, ենից սենց կոբողշյունել, ասում աղջի, այդ ինչ ես արել, չէ, այդ ինձ դուր չգալ է։ Էլի համազգեստի հետ համակերպում եմ, բան, բայց այդ մի բանը չեմ ուզում։ Թող քսվեն, թող բան անեն, բայց դա չէ, թող իրա բնական պատկերն լի։ Ալինայի սիրտը մի հարցում էլ է ցավում, նկատել է չելացությունից թե անկարողությունից մարդիկ չարացան ու չկամացան, մեկը մեկի ապրելը չի ուզում, հարևան ու բարեկամ գնալով բարև բալուսից կտրվում են։ Նախանձությունը մեջներուն ամատել, շատ նախանձություն կա մեջներուն, հո դուրը դիքշիշիկա կամ մի քիչ քաղեմ կամ բալբայա մի քիչ քաղեմ, այդ մի արել ենք կա էլի, չէ, համի նախանձությունը շատացել է, չկամություն ավելի ճիշտ, ամենաճիշտը չկամություն։ Բարձրագույն կրթություն ու լավ աշխատանքներ չի ունեցել տատը, բայց լավ դատողություն ու սուր աչք ունի։ Չկարծեք, թե Ալինան միամիտ կին է ու ոչնչից անտեղյակ։ Որովհետև կառավարությունը վատն է, դրանից սենցել է։ Երիտասարդությունը շատ լավն էր, կառավարությունը, այ մի որ Նիկոլո բանում խոսում է, ես քիչ եմ մնում տելևիզիա սենց տամ ջարդեմ։ Դրանց այդ ելույթներից, այդ լուրերից, հայտարարություններից ես այդ եմ հասկանում, որ մենք գաղտնի ծախված ենք, վերացած ենք։ Ինչ կլի վաղը մյուս օրը այս ջահելն, մենք հլա ապրեցինք, բայց այս սրեխեքն իշտին անել։ Համի ամեն օր անուծում եմ Նիկոլին, ասում եմ, այ բեմուրաս, 3950 դրամ եմ ստանում, տո դու մերնից լե 40 կտեիր էլի, բայց սար էր խոստացար, բան արիր, ես ինչ քարերին դեմ արիր մեզ, մեղք են հմիկվա երիտասարդ, ես միշտ ասում եմ,
մերկեն մեր երիտա։ Սա ինչա որ մեզ տղեն վիրակացել եկել ստի, որ տալտի միտեղ մի հաղորդում անել, որ մի շնորհնեցի գեղջուկ կնիկ, սա հենց բան բացատրել։ Սիրուն սովխոզ ունեինք, աշխատեին, էլածը բերեն, այնքան միրգ բերեն, ջրին տեն։ Ամեն դեպքում Ալինան գյուղի այս փոքր, բայց մեծ սրտով տան դուռը բաց պահելու կարևոր առաքելություն ունի։ Առայժմ առաքելությունը լավ է կատարում, ցանց է անում, այգին մշակում, ծաղկանոցն էլ միշտ լիքը պահում, որ գոնե դրանով տան ու սրտի դատարկությունը լցնի։ Չեք հոգնում։ Չէ, ավելի լավ։ Այդ ինձ մա ավելի շարժունակությունը լավն է։ Մալինա ունեմ դռանը, կլուբնիկ ունիմ, դուրս էլ լիքը ծաղեկա, դեղին լիլիայա, այս պիոնա, կարմիրը, այնտեղ սպիտակն է, վերևն էլ է սպիտակ լիլիա։ Ծաղիկներ սիրում եք։ Շատ, անչափ սիրում եմ, շատ, անչափ սիրում եմ։ Մանանա Վարոսյան, Գևորգ Քոչինյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։ Այս հարևանի տունն է,